Լուսինեն է, խմբային աշխատանք չի սիրում, քանի որ խուսափում է շփվել ու բարձրաձայն արտահայտել իր կարծիքը։ Դասընկերները կարծում են, որ Լուսինեն գիտելիք ու հմտություն չունի եւ խուսափում են նրա հետ նույն խմբում հայտնվել։ Իրականում Լուսինեն ինքնամփոփ աղջիկ է։ Հայկն է, խմբային աշխատանքում նախաձեռնությունն արագ իր ձեռքը վերցնող, այլոց կարծիքն անտեսող, թիմակիցներին առաջադրանքներ հանձնարարող։ Դասընկերները խուսափում են Հայկի հետ նույն խմբում աշխատել։ Նրա տեսակը երբեմն ճնշում է դասընկերներին։ Տիկին Հովհաննիսյանի համար այս խիստ տարբեր խառնվածքներով սովորողների հետ աշխատելը մարտահրավեր է։ Հայկին լռեցնել չէր ստացվում, իսկ Լուսինեն համառորեն չէր ներառվում։ Խնդիրը մնում էր չլուծված։ Մանկավարժական աշխատողների վարքականոն։ Մանկավարժը պետք է ձգտի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգի եւ օգնի գործընկերոջը իշահ հաստատության։ Ոչինչ չի օգնում։ Նկատողություն եմ անում, անգամ ընդհատում եմ Հայկին։ Լուսինեին էլ ստիպում եմ խոսել, մասնակցել, բայց զուր է։ Երկուսն էլ չեն փոխվում։ Մյուս երեխաներն էլ նյարդայնանում են։ Մի նեղվիր, շատ տարածված խնդիր է։ Ես էլ եմ նման սովորողներ ունեցել։ Լուսինեի դեպքում կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ նա իրեն ապահով կզգա խոսելու համար։ Փորձել ես խմբային աշխատանքի ընթացքում նրան կոնկրետ ու փոքր առաջադրանքներ տալ։ Օրինակ գրառումներ կատարողի կամ հետազոտողի դեր։ Բացի այդ, Լուսինեի հետ անձամբ խոսելը կարող է մեծ ազդեցություն ունենալ։ Ասա նրան, որ իր ներդրումը շատ կարևոր է։ Լավ միտք է, կփորձեմ։ Բայց Հայկի դեպքում ավելի բարդ է։ Ոչինչ չի օգնում։ Հայկի դեպքում էլ փորձիր նրա առաջնորդի հմտությունները դրական ուղղությամբ օգտագործել։ Օրինակ, առաջարկիր նրան խմբի վարողի դերը, ում խնդիրն է ապահովել, որ խմբում բոլորն իրենց կարծիքը հայտնեն։ Տիկին Հովհաննիսյանը որոշեց հետևել իր գործընկերուհու խորհրդին։ Մեկ բանում նա վստահ էր, անպայման պետք է փորձել։ Երբ սովորողն իրեն հասկացված ու գնահատված է զգում, նա հակված է արդյունավետ աշխատել։ Մանկավարժների միջև գործնական խորհուրդների եւ փորձի փոխանակումը ստեղծում է համագործակցային միջավայր, որից շահում են դպրոցում բոլորը։